Հայ-ադրբեջանական համաձայնությունների մեջ արդեն որոշակիություն են տեսնում Թուրքիայում, որին ըստ Հայաստանի ազգային ժողովի նախագահի հենց նույն Ադրբեջանն արգելել էր առժամանակ Հայաստանի հետ հարցեր պարզել, թեպետ այդ բանակցությունների 4-րդ փուլն արդեն տարիներ ի վեր ընթացքի մեջ է եւ օրակարգում նույնիսկ առանցքային պայմանավորվածություններ կային, մինչև իսկ հայ-թուրքական սահմանը երրորդ երկրների եւ դիվանագիտական անձնագիր ունեցողների համար բացելու վերաբերյալ, բայց Թուրքիան անցնող տարիներին ոչ միայն շտապողականություն չդրսևորեց, այլև նույնիսկ իր բարի կամքն ի ցույց չդրեց։ Բաքվի պահանջով, թե առանց դրա Երևանի հետ հարաբերությունների կարգավորումը հայ-ադրբեջանական խաղաղության սպիդոմետրով չափեց։ Ու հիմա, թեպետ եւ ոչ մի բանակցություն հողի վրա էական փոփոխություն չի բերել, խոսում են անգամ տարածաշրջանի հնարավոր նոր եռամիասնության մասին։ Հայաստան, Թուրքիա, Ադրբեջան, նոր ուժ Կովկասում։ Թուրքիայի Միլի Մեջլիսի նախագահի ձևակերպմամբ։ Աստված տա, այստեղ նաև Թուրքիայի մասնակցությամբ Թուրքիան, Հայաստանը եւ Ադրբեջանը կձևավորեն մի կենտրոն, մի ուժ։ Այս ամենում Թուրքիայի կառուցողական տեսլականը զգալի ներդրում է ունենում։ Այն, որ թուրքական իշխանությունը տարածաշրջանային խաղաղության առաջնորդությունը շահադիտական նպատակներով ուզում է իր ձեռքը առնել, մասնագետների համար գաղտնիք չէ։ Փորձագետ վերլուծաբաններն ասում են, Անկարան այնքան ժամանակ կլինի բարիդրացիության կողքին, որքան դա իրեն թույլ կտան սեփական օգուտների հաշվարկները։ Մեծապես փորձում է դառնալ այստեղ խաղաղության քավորը կամ կնքահայրը, որը հնարավորություն կտա տարածաշրջանում էլ ավելի շատ ունենալու կարևոր դիրքեր եւ էլ ավելի շատ փորձելու խառնվել տարածաշրջանային խնդիրների եւ այդ հնարավորությունը նրան ընձեռում է միայն Ադրբեջանը եւ այսօրվա Հայաստանում տարածված խաղաղության օրակարգը։ Մասնագետները համոզված են Միլի Մեջլիսի նախագահի հայտարարությունը փափուկ ուժի միջոցով տարածաշրջանում հաստատվելու փորձերից հերթականն է։ Թուրքական նպատակները Հայաստանի նկատմամբ ամբողջ պատմության ընթացքում չեն եղել անկեղծ եւ չեն լինելու անկեղծ, քանի որ Թուրքիայի նպատակները եւ Հայաստանի տարածաշրջանում լինելը միմյանց հակասում են եւ ուստի չի կարող այստեղ լինել անկեղծություն, քանի որ թուրքական նպատակներում Հայաստանը որպես այդպիսին դիտարկվում է մի սեփ, որը այսօր էլ պահպանվել է այդ քաղաքականությունը։ Ինչ վերաբերում է հայ-թուրքական սահմանի պինդ զոդված դարպասները բացելուն, ապա այստեղ եւս փորձագիտական գնահատականներն առայժմ դրական կանխատեսումների մասին չեն։ Թուրքիան Հայաստանի սահմանը կարծում եմ դեռևս երբ չի բացելու եւ կարծում եմ դրա ամենակարևոր դեպքը, որ չի ցանկանում, որ այդ սահմանը բացել եւ Հայաստանին թեկուզ մի փոքր հնարավորություն տալ, այսպես եթե համարենք այդ սահմանը հնարավորություն է Հայաստանի համար շնչելու, դա այդ երկրի նախագահն է, այդ երկրի գլխավոր դեմքն է եւ կարծում եմ Էրդողանը անձամբ չի ուզում, որ այդ սահմանը բացվի։ Եվ բացի դրանից Թուրքիային այդ սահմանը խաղակարգ է ամեն անգամ օգտագործելու Հայաստանի։ Տարածաշրջանային նոր ձևաչափերի մասին հայտարարություններն առայժմ մնում են բացառապես քաղաքական ուղերձների տիրույթում, բայց հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջընթացի իրական չափանիշը ոչ թե հայտարարությունները, այլ գործնական որոշումներն ու քայլերն են, որոնք գոնե հայ-թուրքական բանակցություններում նկատելի չեն։ Եվ այս անորոշ հետնապատկերում առաջիկայում կփոխվի հայկական կողմի բանագնացը։ Ռուբեն Ռուբինյանը նոր խորհրդարանում խոսնակի աթոռին է նստելու։ Արդեն հաստատել է հետևապես բանակցություններն Անկարայի հետ չի շարունակելու։ Ռուսաստանից Հայաստան ուղարկվել է 490 տոննա ցորենի խմբաքանակ, 7 երկաթուղային վագոններից բաղկացած բեռը մեր երկիր կհասնի Ադրբեջանի տրանզիտային տարածքով։ Իր հերթին ադրբեջանական շուկայից կամ պարզապես երկրի տարածքով Հայաստան հասնող բեռների մասին խոսել է Ալիևը օկուպացված Շուշիում անցկացվող այսպես կոչված մեդիա ֆորումի ընթացքում, հայտարարելով, թե իդեմս Ադրբեջանի Հայաստանը ստացել է մատակարարումների հուսալի աղբյուր։ Եթե նման հնարավորություն չլիներ, Երևանը ստիպված կլիներ անհրաժեշտ ռեսուրսներ փնտրել ամբողջ աշխարհում։ Իսկ թե ինչու են Հայաստանից վագոններն այդպես էլ դատարկ հետ դառնում Բաքու, Ադրբեջանի նախագահը այս հարցը հմտորեն շրջանցել է։ Ըստ հայ մասնագետների, սա եւ տնտեսական եւ քաղաքական ենթատեքստ է պարունակում։ Ինքը պատրաստ է թույլ տա, որ հայ գործարարները գան Ադրբեջանից ինչ-որ ապրանք գնեն եւ Հայաստանում վաճառեն, բայց իրենք շահագրգռված չեն, որ հայկական ապրանքը գնա ադրբեջանական շուկա։ Իսկ հայ գործարարները, որոնք Ադրբեջանի հետ տնտեսապես կապված կլինեն, Բաքվի համար սա ուղիղ հնարավորություն է մտնել Հայաստանի քաղաքական նաեւ դաշտ, որովհետեւ այդ գործարարները իրենք լինելու են Ադրբեջանի շահերի լոբինգ իրականացնող եւս մեկ գործիք։
Կառավարության նիստում գործադիրը կողմ քվեարկեց Թրիփի համաձայնագրի վավերացման հարցը սահմանադրական դատարան ուղարկելու նախագծին։ Մայր դատարանն է պարզելու համաձայնագրում ամրագրված պարտավորությունների համապատասխանությունը երկրի մայր օրենքին։ Եթե սահմանադրական դատարանը պարտավորությունները ճանաչի սահմանադրությանը համապատասխանող, ապա կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով կփոխանցվի ազգային ժողով։ Ըստ էության մենք Թրիփի հիմնադրման փաստաթղթային գործընթացը ավարտելու համար դեռևս առջևում ունենք եւս երկու փաստաթուղթ, դա բաժնետերերի համաձայնությունը կլինի, բաժնետերերի միջև պայմանագիրը եւ կլինի արդեն Թրիփ զարգացման ընկերություն այդ ձեռնարկության ընկերության կանոնադրությունը մենք այժմ աշխատում ենք այդ փաստաթղթերի վրա։ Անդրադառնալով բուն շրջանակային համաձայնագրին, ուզում եմ նշել, որ համաձայնագրի կնքմամբ արձանագրվում է, որ Հայաստանը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները նպատակ ունեն հարավային Կովկասում ուրեմն տրանսպորտային փոխադրումների զարգացման, ապաշիր տրանսպորտային երթակառուցվածքների զարգացման, տարածաշրջանային եւ գլոբալ առևտրի զարգացման ճանապարհով նպաստել, ամրապնդել հարավային Կովկասում խաղաղությունը հաստատված, կայունությունը եւ ժողովուրդների զարգացումը, հապետությունների զարգացումը։ Ռուսաստանից Հայաստան ուղարկվել է 490 տոննա ցորենի խմբաքանակ, 7 երկաթուղային վագոններից բաղկացած բեռը մեր երկիր կհասնի Ադրբեջանի տրանզիտային տարածքով։ Իր հերթին ադրբեջանական շուկայից կամ պարզապես երկրի տարածքով Հայաստան հասնող բեռների մասին խոսել է Ալիևը օկուպացված Շուշիում անցկացվող այսպես կոչված մեդիա ֆորումի ընթացքում, հայտարարելով, թե իդեմս Ադրբեջանի Հայաստանը ստացել է մատակարարումների հուսալի աղբյուր։ Եթե նման հնարավորություն չլիներ, Երևանը ստիպված կլիներ անհրաժեշտ ռեսուրսներ փնտրել ամբողջ աշխարհում։ Իսկ թե ինչու են Հայաստանից վագոններն այդպես էլ դատարկ հետ դառնում Բաքու, Ադրբեջանի նախագահը այս հարցը հմտորեն շրջանցել է։ Ըստ հայ մասնագետների, սա եւ տնտեսական եւ քաղաքական ենթատեքստ է պարունակում։ Ինքը պատրաստ է թույլ տա, որ հայ գործարարները գան Ադրբեջանից ինչ որ ապրանք գնեն եւ Հայաստանում վաճառեն, բայց իրենք շահագրգռված չեն, որ հայկական ապրանքը գնա ադրբեջանական շուկա։ Իսկ հայ գործարարները, որոնք Ադրբեջանի հետ տնտեսապես կապված կլինեն, Բաքվի համար սա ուղիղ հնարավորություն է մտնել Հայաստանի քաղաքական նաեւ դաշտ, որովհետեւ այդ գործարարները իրանք լինելու են Ադրբեջանի շահերի լոբինգ իրականացնող եւս մեկ գործիք։ Եթե նախկինում թվում էր, թե հազարավոր կիլոմետրեր հեռվում գտնվող մերձավոր արևելքի հակամարտությունը սպառնալիք չէ այլ երկրների համար, ապա այսօր բենզինի գները հակառակն են ապացուցում։ Իրանի դեմ պատերազմի մեկնարկիցի վեր Միացյալ Նահանգներում եւ ողջ աշխարհում բենզինի միջին գինը աճել է ավելի քան 50%-ով։ Ամեն ինչ սկսվում եւ ավարտվում է աշխարհագրական մի նեղ կետում՝ Հորմուզի նեղուցում։ Հենց այստեղով է անցնում համաշխարհային նավթի 20%-ը։ Այսօր այն շրջափակված է պատերազմի պատճառով։ Իրանի պատերազմի պատճառով Հորմուզի նեղուցը այժմ շրջափակված է։ Շատ քիչ նավեր են կարողանում անցնել, ինչը նշանակում է, որ համաշխարհային շուկայում նավթի մատակարարումը խիստ կրճատվել է։ Սա բարձրացնում է նավթի գները, ինչը իր հերթին թանկացնում է բենզինը։ Քանի դեռ նեղուցը չի բացվել եւ նավթը ազատ չի հոսում, մենք ականատես կլինենք գների շարունակական աճի։ Բարձր գները պարզապես տնտեսական ցուցանիշ չեն, դրանք ուղղակիորեն հարվածում են շարքային քաղաքացիների գրպանին եւ դառնում ազգային անվտանգության խնդիր, քանի որ դանդաղեցնում են գլոբալ աճն ու առաջացնում կայուն գնաճ։ Մանրածախ բենզինի գինը ձևավորվում է 4 հիմնական բաղադրիչներից՝ նավթի արժեք, դաշնային եւ նահանգային հարկեր, վերամշակման ծախսեր եւ շահույթ, լոգիստիկա եւ մարքեթինգ։ Ամերիկյան էներգետիկայի պատմությանը թռուցիկ հայացք նետելիս տեսնում ենք, որ 1995-ից 2006 թվականներին բենզինի տեսակների միջև գնային տարբերությունը ընդամենը 10 ցենտ էր, սակայն 2025 թվականին պատկերը կտրուկ փոխվեց։ Պրեմիում կարգի բենզինը ռեգուլյարից թանկացավ միանգամից 93 ցենտով, բայց ինչու Միացյալ Նահանգները լինելով նավթի խոշորագույն արդյունահանողներից մեկը չի կարողանում զսպել գները։
Քանի որ նավթը գնվում եւ վաճառվում է համաշխարհային միասնական շուկայում, Տեխասում արդյունահանված հում նավթի գինը քայլում է Սաուդյան Արաբիայի կամ Հյուսիսային ծովի գներին համընթաց։ ԱՄՆ-ում արդյունահանման ծավալների մեծացումը չի կարողացել պաշտպանել ամերիկացի սպառողներին գլոբալ ցնցումներից։ Փոխարենը համաշխարհային դեֆիցիտի ֆոնին ամերիկյան արտադրողները պարզապես ավելացրել են իրենց արտահանումը, ինչից օգտվել են նավթային ընկերությունները ու նավթ արդյունահանող նահանգների տնտեսությունները, բայց ոչ սովորական վարորդները։ Սթենֆորդի տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտի հայտարարության համաձայն նույնիսկ նեղուցի բացումից հետո հրթիռակոծված եւ վնասված նավթային ենթակառուցվածքները վերականգնելու, ինչպես նաեւ համաշխարհային նավթային պահեստարանները վերալիցքավորելու համար կպահանջվեն շաբաթներ, հնարավոր է ամիսներ։ Բացի այդ, մինչև չվերականգնվեն նավթի գլոբալ պաշարները, շուկայում առաջարկը կմնա սեղմված, իսկ գները բարձր։ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների եւ իրավապահների կողմից իրականացված համատեղ հսկողական միջոցառման արդյունքում համայնքային ոստիկանության կենտրոնական բաժին է տեղափոխվել 17 անձ։ Նրանցից 10-ը օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու, 7-ը այլ անձանցից ապօրինի գումար պահանջելու եւ շորթելու կապակցությամբ։ Բանկային հավելվածներում նոր կոճակ կա՝ ստոպ, այն հասանելի է դարձել խարդախությունից պաշտպանվելու համար եւ թույլ է տալիս ժամանակավորապես արգելափակել առանձին ծառայություններ, օրինակ վարկի ստացումը, փոխանցումները, քարտից քարտ գործարքները, առցանց վճարումները, ավանդից գումարի հեռավար ելքագրումը եւ այլն։ Անհրաժեշտության դեպքում հնարավոր է նաեւ մեկ հպումով կասեցնել բոլոր գործարքները։ Գործիքը նախատեսված է հատկապես այն դեպքերի համար, երբ օգտատերը կասկածում է, որ իր հավելվածը արդեն մենակ իրենը չէ։ 2025 թվականի ընթացքում գրանցված եւ հաշվետվությամբ ներկայացված կենտրոնական բանկ զեղծարարությունների քանակը 1102-ն է։ Դրանցից 643-ը անցած տարի, 643-ը 3-ի ընթացքում նաեւ վարկ է ձևակերպել։ Մտնում են մարդու վստահության մեջ եւ մարդուց վերցնում են այն տվյալները, որոնք անհրաժեշտ են մտնել թվային հավելված։ Կիբերոստիկանությունը հայտնաբերել է iMessage հավելվածի միջոցով իրականացվող զեղծարարության նոր դեպքեր։ Քաղաքացիներին ուղարկվում են ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ, որոնք պարունակում են անձնական եւ բանկային տվյալների կորզմանն ուղղված տարրեր։ Պետական մարմինների անվանական օգտագործումը մեծացնում է հաղորդագրությունների հանդեպ վստահությունը, ինչի հետևանքով նմանատիպ կեղծ հղումներով անցում կատարելը հանգեցնում է օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի եւ հաշվեհամարների նկատմամբ հսկողության կորստի։ Ֆինանսական կորուստներից խուսափելու միակ գործնական եղանակը բանկային տվյալների տրամադրման ամբողջական սահմանափակումն է չստուգված հարթակներում։ Կոտայքի մարզում գործող Արգել հեկի տարածքում գտնվող շինություններից մեկում փլուզում է եղել։ Վերանորոգման աշխատանքների ժամանակ բետոնե ծածկը փլվել է։ Երկու աշխատակից փլատակների տակ արգելափակվել էին։ Շենքը սա կառուցվել է սովետական տարիներին ամենաամուր ու դիմացկուն շենքերից մեկն է 53 թվականին է շահագործման հանձնվել, այդպես էին նշում, ներսում աշխատանքներ կատարելու ժամանակա, որ տեղի ունեցել փլուզումը։ Ու մինչև կժամանեին փրկարարներն ու պարեկները տեղի ուժերով քաղաքացիները փլատակների տակից դուրս են բերել երկու քաղաքացու։ Օպերատիվորեն Ժամնացիարեն Ցավանի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը օգնել են նրանց, հետո տեղափոխել հիվանդանոց։ Օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Չարեն Ցավանի բաժնի օպերատիվ խումբը, բաժնի պետի գլխավորությամբ Տեղում էին Չարեն Ցավանի շրջփրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ եւ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները։ Դեպքի հանգամանքները պարզվում են։ Կառավարության ընդունած որոշմամբ Գյումրիում բնակվող փոխհատուցում չստացած ընտանիքները պետական աջակցություն կստանան ֆինանսական օգնության կամ բնակարանների հատկացման տեսքով։ Դեռևս հստակ չէ, սակայն թե մինչև 2031 թվականը կգործեն արդյոք տնակներում բնակվող ընտանիքների համար սահմանվող այս պայմանները։ Ըստ նախատեսվածի խարխուլ կիսավեր տնակների ապամոնտաժման գործընթացը արդեն պետք է ավարտված լիներ։ Մինչդեռ իրավասուները խնդրին վերջնական լուծում տալու նպատակով շարունակում են ինչպես
փոխհատուցման տրամադրման, այնպես էլ ապամոնտաժման իրականացման մեխանիզմներին վերաբերող քննարկումները։ Պաշտոնական տվյալներով անցած տարի 30, այս տարի 23 տնակ է ապամոնտաժվել, ու եթե մոտ 2400 տնակների ապամոնտաժումը այս տեմպերով շարունակվի, ապա դրա համար շուրջ 80 տարի կպահանջվի։ Փորձագետները շեշտում են ծրագրի առաջնահերթությունը ոչ թե համայնքային հողերի տնակներից ազատումը, այլ աղետից տուժած եւ արդեն 37 տարի տնակներում ապրող մարդկանց բնակարաններով ապահովումը պետք է լինի։ Նրանք իրատեսական չեն համարում նաև խնդրի վերջնական լուծման հիշատակվող վերջնաժամկետները։ Առաջարկում են մինչև 2027-ը ապամոնտաժել համայնքային սեփականության տարածքներում տեղադրված կամ կառուցված ոչ հիմնական շինությունները, իսկ բնակիչներին վերաբնակեցնել։ Հետևյալն է, մինչև 27 թվականը, որը ես իրացել եմ ասել, չի իրականացվող բան է։ Կարող է իրականացնել, բան չունեմ ասել, ոստիկանությունով, բանակով, չգիտեմ ինչով, մոտ 2000 ընտանիքի փողոց լցնես, բայց արդյունքը ինչ կտա մեզ, ոնց ընտանիքներ, տարեցներ, մանկասակ երեխաներով տնագից հանես տնագը քանդես, մասնաց փողոց լցնես։ Վիճակագրական կոմիտեի ուսումնասիրության համաձայն, եթե 2019-ին Շիրակում ծայրահեղ աղքատ է եղել մարզի բնակչության 1.7%-ը, ապա 2025-ին այդ ցուցանիշը հասել է 2.2%-ի։ Բարձր է նաև աղքատության ցուցանիշը գրեթե 43%։ Պետությունը մոտ 400 ընտանիքի բնակարանով ապահովելու պարտավորություն ունի։ Գյումրեցի կինն էլ, որ մեզ հետ զրույցում ցանկացավ անանուն մնալ, ասում է. 30 տարի է տնակում են ապրում։ Լսել են կառավարության որոշման մասին, բայց թե ուր պետք է գնան, ինչ անեն, գաղափար անգամ չունեն։ Տեսած լսել եմ այդ որոշման մասին, բայց այս պետության հետ, այս ղեկավարության հետ հույս կապելը անհնար է։ 30 տարի ու ցավել, կխոսան, կմնա այդ ամեն ինչը թղթի վրա, ամեն ընտրություններին ես կհիշեմ, որ մեզի խոստումների ցանկով կգային թոմիկները, այս տարի կվերանա, այն տարի կվերանա։ Ուտպես եկանք հասանք այսօրվան։ Գյումրիի քաղաքային իշխանությունն էլ օրերս հայտարարեց անօթևանների խնդրի լուծման անհրաժեշտության մասին։ Հայտարարվեց նաև, որ Գյումրիում շատ կիսակառույցներ կան, որոնք կարելի է ավարտին հասցնել ու անօթևաններին բնակարանով ապահովել։ Ցանկ են կազմել կառավարություն ուղարկել։ Հուլիսի 13-ին ողբերգական վթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Սևան Մարտունի գետապ ճանապարհին փախվել են BMW-ն ու Toyota-ն։ 6 հոգի տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են Սևան բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները։ Վթարի հարևանությամբ գործող բենզալցականի աշխատակիցներն ու օպերատիվորեն ժամանած Սևան բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։ Դեպքի վայր են ժամանել ներքին գործերի նախարարության ոստիկանության, համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնի օպերատիվ խումբը, բաժնի պետ Վարդան Սահակյանի գլխավորությամբ։ Ավելի ուշ հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Սևանի բաժին, որ վիրավորներից մի քանի ամսական տղան գիտակցության չգալով մահացել է։ Պարզվել է նաև, որ մահացած երեխան 5 ամսական է, ում հիվանդանոց են տեղափոխել պարեկները քաղաքացիների հետ։ Հուլիսի 12-ին ողբերգական դեպք է եղել Մայրաքաղաքում հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում կնոջ դի է հայտնաբերվել։ Ժամանել են ոստիկանությանն ու Բարաշենի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետի գլխավորությամբ։ Մահացածը կենտրոնի 88-ամյա բուժարուն Էլիանա Ղուկասովան, արտաքին զննությամբ դիակի վիրաբռնության հետքեր չկան։ Դեպքի փաստով Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել։